Ողջույն, լրատվական ռադիոյի եթերում էստի համեցեք հաղորդաշարն է։ Ես Գայանե Դաջունցն եմ, այսօր հյուրընկալել եմ կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանին։ Ողջույն, ուրախ եմ ձեզ եւս մեկ անգամ հյուրընկալել մեր տաղավարում եւ այսօր նաեւ ինչպես մեր նախորդ ծրագրի շրջանակներում մի շատ հետաքրքիր թեմայի շուրջ ենք զրուցելու բիզնեսի բարեվարկության ակումբի մասին։ Խնդրում եմ Տիկին Մելիքյան, պատմեք մեզ ակումբի մասին, առհասարակ ինչ առաքելություն ունի ակումբը, ինչպես է ստեղծվել։ Շնորհակալություն Գայանե։ Հրավերի համար մեծ հաճույքով փորձեմ ներկայացնել մեր բիզնեսի բարեվարկության ակումբը։ Ուզում եմ նշել, որ բիզնեսի բարեվարկության ակումբը ձևավորվել է միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ։ Ակումբը դա հենց ակումբ իմաստով ենք մենք կիրառում, հայաստանյան բիզնեսի ներկայացուցիչների միավորումը, մենք ասում ենք հակակոռուպցիոն առաջին հավաքական նախաձեռնությունը, մեր բիզնես համայնքի նախաձեռնությունը, որը առաջնորդում է կորպորատիվ կառավարման կենտրոնը։ Այսինքն տարբեր հասկացություններ ես օգտագործեցի, փորձեմ ավելի լիարժեք ներկայացնել բիզնեսի բարեվարկության ակումբի առաքելությունը։ Այ մեր անդամները միավորվելով, մեր մասնակիցները միավորվում են մի գաղափարի շուրջ, փորձել բարելավել գործարար միջավայրը բարելավել լավ կառավարման սկզբունքներով կամ որոշակի այնպիսի չափորոշիչներով, որոնք համապատասխանում են լավ կառավարման սկզբունքների մեր մոտեցումներին։ Ու այստեղ շատ կարևոր է բիզնեսի դիրքորոշումը հակակոռուպցիոն համապատասխանության, բարեվարկության մշակույթի, ընկալման, սեփական բիզնեսում դա ընդունելու, ինչպես նաև գործարար միջավայրում տարածելու։ Ու մեր ակումբի առաքելությունը դա ընկերությունների կառավարման համակարգի որակը բարձրացնելով փորձել ընդունել այդ հակակոռուպցիոն զրո հանդուրժողականության սկզբունքը որպես ուղենիշ, միաժամանակ գործարար միջավայրի խաղի կանոնները եւս բարելավել։ Շատ լավ, իսկ առհասարակ այս մշակույթի նշանակությունը տնտեսական կյանքում որն է։ Իրականում բավականին բարդ հարց է նրանում, որ մենք կարող ենք բերել տարբեր միջազգային փորձեր, թե ինչ խնդիրներ է լուծել բարեվարկության մշակույթը, ինչ խնդիրներ է լուծել այ ընկերությունների կողմից այդ կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականության սկզբունքի ընդունելը ու այդ սկզբունքով հանձնառության ստանձնում ու այդ հանձնառությունը իրագործելը։ Իրականում մենք ինչի ենք շեշտը հենց դնում լավ կառավարում հասկացության վրա, որովհետև այ բարեվարկությունը, հակակոռուպցիոն համապատասխանությունը դրանք լավ կառավարման բաղադրիչներն են հանդիսանում ու այս տեսանկյունից ձեր հարցին պատասխանելը ավելի հեշտ է։ Դա առաջին հերթին նպաստում է ընկերությունների կառավարման համակարգի բարելավմանը, որոշումների կայացման համակարգի բարելավմանը, ռիսկերի, ներքին հսկողության համակարգի ձևավորմանը, արժեքներով, շահակիցների հետ արժեքներով համագործակցելուն։ Այս ամենն էլ բերում է նրան, որ ընկերությունների նկատմամբ վստահությունն է ամրապնդվում, վստահությունը տարբեր շահակիցներին կողմից, ինչպես եւ ամենակարևորը ներդրողների կողմից, այսինքն ընկերությունը ներդրումների համար դառնում է ավելի գրավիչ ու այստեղ շատ կարևոր է ներդրումների որակը փորձել տարբերակել։ Այ մենք միշտ խոսում ենք այն մասին, որ բարեվարկության մշակույթը ընկերությունների համար բացում է կառուցողական ներդրումների դռները, դրանք ներդրումներ են, որոնք ուղղված են դեպի թափանցիկ հաշվետվողական բիզնեսը, իրենք ոչ միայն նպաստում են ընկերության որոշակի ներդրումային խնդիրների լուծմանը, այլև իրենց հետ բերում են մշակույթ ու այդ մշակույթը փորձում են տարածել նաև գործարար միջավայրում։
Ես կխնդրեմ ձեզ, որպեսզի ավելի բացենք այս եզրույթը բիզնեսի բարեվարկություն, որովհետև մեր շատ ռադիոլսողների համար միգուցե այս տերմինը, ինքնին նորություն լինի եւ բացահայտելով թե ինչ է իրենից ներկայացնում, ավելի կարծում եմ օգտակար կլինի մեր բովանդակությունը։ Բարեվարկության մի հատ այսպիսի սահմանում գոյություն ունի, որը շատ համապարփակ է, անել ճիշտ գործեր ճիշտ ձևով, նույնիսկ այն ժամանակ, երբ որ քեզ չեն հսկում ու չեն հետևում։ Իրականում սա ընդհանուր կարելի է դնել նաև որպես կորպորատիվ կառավարման հիմնաքար այ բարեվարկության մշակույթը։ Դա խոսում է այն մասին, որ ընկերությունները պետք է առաջնորդվեն որոշակի արժեքներով։ Այդ արժեքներից կորպորատիվ կառավարման ամենաընդունված, ամենակիրառելի արժեքները դա թափանցիկությունն է, հաշվետվողական լինելը, պատասխանատվությունը, ազնվությունը գործարար հարաբերություններում, այ բարեվարկության մշակույթը ստիպում է ընկերություններին առաջնորդվել այս արժեքներով, ոչ միայն իր ներքին շահագիծների հետ հարաբերություններում, նաև արտաքին շահագիծների հետ կապված հարաբերություններում։ Շատ լավ, իսկ ովքեր են ակումբի անդամները, ինչքանով է ներգրավվածությունը, ակտիվությունը առհասարակ մեր հայկական բիզնեսի կողմից։ Իրականում մենք ինքներս որոշակի զգուշավոր մոտեցումներ ունենք, քանի որ բարեվարկությունը դա մենք բոլորս էլ հասկանում ենք մեր գործարար միջավայրի առանձնահատկությունները, որ բարեվարկության մշակույթը դեռևս նոր է հիմնավորվում մեր գործարար միջավայրում, այս տեսանկյունից սրանով է պայմանավորված մեր զգուշավորությունը, որ ակումբը մենք այսօր որպես մասնակիցներ դիտարկում ենք միայն այն ընկերություններին, ովքեր ունեն կորպորատիվ կառավարման, իրենց կառավարման համակարգը բարելավելու հանձնառություն ու միաժամանակ այդ հանձնառությունը գործողությունների վերածելու ջանքեր ու մոտեցումներ։ Ու սա հաշվի առնելով մենք փորձում ենք ոչ թե ակումբի քանակական ընդլայնման վրա աշխատել, այլ խորությամբ, որպեսզի իրականում մեր ակումբի մասնակիցները լինեն բարեվարկության մշակույթի ջատագովները, իրենք իրենց փորձով, իրենց գործնական հաջողություններով ապացուցեն բարեվարկության մշակույթի դերակատարումը իրենց կորպորատիվ կյանքում։ Այս պահի դրությամբ բավականին համեստ է մեր ներկայացվածությունը, ընդամենը 25 մասնակիցներ ունենք, որոնցից 5-ը ոչ առևտրային կազմակերպություններ են, դրանք հիմնականում բիզնես ասոցիացիաներ են, այդ բիզնես ասոցիացիաների միջոցով մենք փորձում ենք ելք գտնել դեպի այդ ասոցիացիաների անդամները, իսկ մնացած մասնակիցները հիմնականում խորհրդատվական, աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, որոնք ի սկզբանե գիտակցում են բարեվարկության մշակույթի դերը, իրենց գիտակցական մակարդակը ավելի բարձր է, թե ինչ առավելություններ է ապահովում այն արժեքները, որոնց մասին ես խոսեցի, իրենց գործարար կյանքում, գործարար իրականության մեջ, իսկ մյուս կողմից իրենք ինչ դերակատարում ունեն բիզնես միջավայրը բարելավելու հարցում, որովհետև բարեվարկության ակումբի մասնակիցները ոչ միայն պետք է հոգ տանեն իրենց տանը կարգուկանոն հաստատելու մասին, այլ նաև պետք է հոգ տանեն գործարար միջավայրը բարելավելու, փոխելու, որովհետև այդ հավաքական նախաձեռնության հիմնական իմաստը կայանում է նրանում, որ այդ ուժ գործադրել, դրական իմաստով ուժ գործադրել, փոխել գործարար միջավայրը, այ հավաքական ջանքերի միջոցով, հավաքական ջանքերը ուղղել դեպի գործարար միջավայրը բարելավելուն։ Ես վստահ եմ շատ բիզնեսի ներկայացուցիչներ կհետաքրքրվեն, այս ակումբով, միգուցե ոմանք տեղեկատվության ավելի քիչ տեղեկատվություն կունենան ակումբի վերաբերյալ, որտեղից կարող են տեղեկանալ, թե ինչպես կարող են դառնալ օրինակ ակումբի անդամ, ինչ չափանիշներին պետք է համապատասխանեն, արդյոք կա այդպիսի ինչ-որ հարթակ, որին կարող են դիմել ակումբի անդամ դառնալու համար։
հարթակը հենց կորպորատիվ կառավարման կենտրոնն է ու այսօր այ ակումբի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը հասանելի է կորպորատիվ կառավարման կենտրոնի համացանցային էջում։ Մենք կամաց խաղի կանոնները բարդացնում ենք ու այս տարվա փետրվարին ընդունեցինք մի փաստաթուղթ, որը պատասխանում է ձեր բարձրացված հարցերին։ Ինչպես դառնալ, առաջին քայլը դա հակակոռուպցիոն համապատասխանության հռչակագրի ստորագրումն է, որը որոշակի սկզբունքները, թե որոնք կարող են ընկած լինել ընկերությունների բարևարկության հանձնառության ստանձնման հիմքում։ Ընկերությունը պետք է գործի ազնիվ, ընկերությունը պետք է իր ջանքերը, բոլոր ջանքերը ուղղի, որ իր գործընկերները, իր աշխատակիցները որևիցե ձևով կոռուպցիոն տարբեր երևույթների կամ դրսևորումների մեջ չհայտնվեն, այսինքն պետք է կառավարի իր կոռուպցիոն ռիսկերը։ Ընկերությունը պետք է հոգ տանի իր կառավարման համակարգի մասին ու բացի դրանից ընկերությունները հակակոռուպցիոն համապատասխան այդ հռչակագիրը ստորագրելով իրենց վրա պարտավորություն են վերցնում այդ հռչակագրի սկզբունքները տարածել նաև իր գործընկերների շրջանում։ Այդ առաջին քայլը հակակոռուպցիոն հռչակագրի ստորագրումն է։ Մենք ունենք որոշակի քաղաքականություններ։ Կորպորատիվ կառավարման կենտրոնը բավականին ակտիվ է բիզնեսի բարևարկության ակումբի անդամների իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ։ Իրազեկվածության հիմնական խնդիրները դա լավ կառավարման, կորպորատիվ կառավարման խնդիրներն են, ու մենք հորդորում ենք մեր մասնակիցներին հաճախել այդ միջոցառումներին, այդ իրազեկման միջոցառումներին ու բացի իրազեկման միջոցառումներին ակտիվ դիրքորոշում ունենալ ակումբի հետ կապված ճակատագրական հարցերում։ Երկրորդ կարևոր քաղաքականությունը դա համապատասխանության քաղաքականությունն է։ Այս տարվանից մենք մեր ակումբի մասնակիցների այդ համապատասխանության ստուգումներն ենք, վերլուծություններն ենք իրականացնելու, այսինքն առաջին տարին մենք հավատացինք մեր մասնակիցների խոսքին, որ իրենք ընդունել են հակակոռուպցիոն համապատասխանության կամ հակակոռուպցիոն հռչակագիրը եւ դրա այդ հռչակագրի սկզբունքները իրենց կորպորատիվ իրականությանը ինտեգրել են, ասում եմ, բայց հավատա միաժամանակ ստուգիր։ Մենք փորձելու ենք նաև մշակել ենք որոշակի գնահատման, վերլուծության գնահատման մեթոդաբանություն, հասկանալու ենք, թե որքանով են համապատասխանում մեր մասնակիցները հակակոռուպցիոն հռչակագրի դրույթներին, սկզբունքներին, բայց եթե անհամապատասխանություններ նույնիսկ բացահայտենք, դա չի խոսում այն մասին, որ մեր մասնակիցները լքելու են ակումբը, իհարկե եթե շատ գլոբալ խախտումներ չլինեն, մեր հիմնական խնդիրը, որպեսզի լինենք մեր մասնակիցների կողքին, նրանց ուղղություն տանք, թե որ ինչ ուժեղացնելու տեղեր իրենք ունեն իրենց կորպորատիվ կառավարման համակարգում, այսինքն ճանապարհային քարտեզ գծել կորպորատիվ կառավարման համակարգը բարելավելու ուղղությամբ, այդ թվում նաև հակակոռուպցիոն համապատասխանությունը ապահովելու։ Դրանից հետո մյուս բանը քաղաքականության տեսակը մենք խթանելու ենք մեր մասնակիցների հաշվետվողականությունը։ Այսինքն լավ փորձը պետքա տեսանելի լինի նաև շուկայի այլ մասնակիցների ու իդեպ մենք միշտ երբ որ խոսում ենք կորպորատիվ կառավարման հայաստանյան լավ պրակտիկայից կամ լավ օրինակներից միշտ այստեղ խեղճանում ենք, որովհետև ես չեմ բացառում, որ կան ընկերություններ, այդ ընկերությունների հետ նաև մեր կենտրոնն էլ է աշխատում, բայց իրենք որոշակի դիրքորոշում ունեն, դեռևս այդ դիրքորոշումը ունեն, դեռևս իրենց ձեռքբերումների, նվաճումների մասին հենց կորպորատիվ կառավարման համակարգի բարելավման ուղղությամբ դեռևս այդքան չհաղորդակցվել իրենց շահակիցների
հետ։ Մենք խթանելու ենք այ հաշվետվողականության պրակտիկան, որպեսզի այդ հաշվետվողականության պրակտիկայով նաև բացահայտվեն լավ օրինակները, որ ընկերությունների տիպարները, ովքեր հավատարիմ են լավ կառավարման սկզբունքներին եւ ինչ առաջընթաց են իրենց պրակտիկայում գրանցել։ Իհարկե հաշվետվողականության ժամանակահատվածը մեր մասնակիցների համար սկսվելու է 23 թվականի հունվարի 1-ից եւ առաջին հաշվետվությունը որպես այդպիսին սպասում ենք, որ մեր մասնակիցները կհրապարակեն մինչև 24 թվականի հունիսի 30-ը։ Այսինքն այս հաշվետվողականության հետ կապված էլ մենք միշտ մեր մասնակիցների կողքին ենք լինելու, իրենց ուսուցանելու ենք, իրազեկելու ենք այդ հաշվետվողականության կառուցակարգերի մասին, հաշվետվողականության ձևաչափի մասին, որպեսզի նաև այդ այնպիսի ձևաչափ ընտրենք, որ նաև ինֆորմացիան համադրելի լինի ոչ միայն ընկերությունների, նաև ընկերության զարգացման տարբեր ժամանակահատվածների համար, որպեսզի ընկերություններն էլ կարողանան գնահատել իրենց առաջընթացը։ Շատ լավ, հենց սկզբում հաղորդման նշեցիք, որ ակումբի անդամ դառնալը նաև գրավիչ է շատ ներդրողների համար, հա։ Ինչպես է այդ կապը ապահովում, հա, այսինքն ներդրողները ինչպես են տեղեկանում, որ այդ տվյալ կազմակերպությունը հանդիսանում է բիզնեսի բարևարկության ակումբի անդամ եւ ըստ դրա կարող է հնարավոր ներդրումներ իրականացնել։ Դուք ինչ որ կերպ այս ակտիվությունը, այսպես նշեմ, պահում եք։ Իհարկե շատ դժվար հարց է, հաշվի առնելով, որ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների, այսպես ասած, անկում ունենք, Հայաստանը այս պահի դրությամբ գրավչությունը ինչ-ինչ պատճառներով կորցնում է, բայց ես համարում եմ, որ դա ժամանակավոր խնդիր է, նորից Հայաստանը հետաքրքիր երկիր է, այդ թվում նաև օտարերկրյա ներդրողների համար, թե մենք ինչպես ենք փորձում այս կապը ապահովել, այս պահի դրությամբ ես կարող եմ ասել, որ մենք ունենք մի հատ լուրջ ձեռքբերում, որ 21 թվականի դեկտեմբերին բիզնեսի բարևարկության ակումբը դարձավ Բազելի կառավարման ինստիտուտի շտեմարանի անդամ։ Սա ինչի մասին է խոսում, սա իրականում մեծ ձեռքբերում է։ Այս շտեմարանում ընդգրկված հավաքական բոլոր նախաձեռնությունները էական նշանակություն ունեն ներդրողների համար, որովհետև իրենց սկզբնական ուսումնասիրությունները, որ ներդրողները իրականացնում են, հենվում են նաև նմանատիպ աղբյուրների վրա։ Ու երբ որ ես ասում եմ բիզնեսի բարևարկության ակումբն է ներկայացված այդ շտեմարանում, դա նշանակում է, որ բիզնեսի բարևարկության ակումբի բոլոր մասնակիցներն են ներկայացված։ Ու սա խոսում է այն մասին, որ բիզնեսի այդ ակումբում ներկայացված կազմակերպությունները հետաքրքրված են իրենց կորպորատիվ կառավարման համակարգով, իրենց կորպորատիվ մշակույթով։ Այս պահի դրությամբ ինչ ենք անում, իսկ երկարաժամկետ հատվածում, այն որ մենք աշխատում ենք, որ ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգը համապատասխանի որոշակի միջազգային չափորոշիչների, որոշակի միջազգային չափորոշիչ ասելով մեր համար ուղենիշ ենք համարում G20 ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները, սա էլ երկարաժամկետ հատվածում կապահովի այն ընկերությունների նկատմամբ ներդրողների հետաքրքրվածությունը, որոնք բիզնեսի բարևարկության ակումբի մասնակից են, որովհետև իրենք ամենօրյա իրենց գործունեությամբ ապացուցում են կորպորատիվ կառավարման լավագույն սկզբունքներին իրենց նվիրվածությունը։ Եվ վերջին հարցս հետևյալն է, հա, ինչ միտումներ կան, ինչպես է ընթանում առհասարակ կորպորատիվ կառավարումը, հա, մեր ընկերություններում, եթե փորձենք համեմատել նախորդ 5 տարիների եւ այժմյան ցուցանիշները, հա, ինչ միտումներ, տենդենսներ եք դուք տեսնում, նկատում։ Քանի որ մեր կորպորատիվ կառավարման կենտրոնը, կորպորատիվ հենց բառը խոսում է, մեր անվանումը խոսում է այն մասին, որ մեր առաջին թիրախը դա կորպորատիվ կառավարման լավագույն սկզբունքների ներդրումն է Հայաստանում, կամ դրա վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, առաջ խաղացումը, այ բիզնեսի բարևարկության ակումբի ձևավորումը իրականում ես համարում եմ կորպորատիվ կառավարման միջավայրի կարևոր նախաձեռնություններից մեկը։
բայց իհարկե միջավայրի բարելավումը միայն ակումբի ձևավորմամբ չի սկսվում ու չի ավարտվում 21 թվականին ուժի մեջ մտավ Եվրամիության հետ համապարփակ համագործակցության պայմանագիրը, որտեղ նախատեսված է, որ հայաստանյան ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգը պետք է համապատասխանի ՏՀԶԿ սկզբունքներին։ Այսինքն մենք ունենք նման պարտավորություն, բայց այդ պարտավորությունը իրականացնելու համար միայն ակումբի ուժերը բավարար չեն։ Այդ հանձնառության իրագործման համար շատ կարևոր է տարբեր խաղացողների, տարբեր մասնակիցների համագործակցությունը։ Մենք այսօր բիզնեսի հետ ենք համագործակցում, մեր կազմակերպությունը ոչ առևտրային կազմակերպություն է, բայց շատ կարևոր դերակատարում ունի նաև պետական հատվածը։ Պետական հատվածը այն առումով, որ նաև խաղի կանոնների որոշակի բարելավումներ համաշխարհային տեղաշարժերին, համաշխարհային զարգացումներին համընթաց պետք է նաև խաղի կանոնները վերափոխվեն։ Ես բավականին խոցելի մի հանգամանքի մասին կարող եմ ներկայացնել, որ կորպորատիվ կառավարման կենտրոնը շահակիցների ներգրավվածությամբ մշակել է կորպորատիվ կառավարման կանոնագիրք։ Այսօր ունենք այդ վերանայված կանոնագիրքը, որը կորպորատիվ կառավարման միջավայրի ամենակարևոր փաստաթղթերից մեկն է, միջավայրի բարելավումը ապահովող, ցավոք սրտի 2019 թվականից այդ փաստաթուղթը մշակված, այդ փաստաթուղթը բազմիցս շահակիցների հետ քննարկված է, բայց այդ փաստաթղթի հաստատումը, ընդունումը դեռևս անհայտ է մնում։ Ու ես այս կոչ կանեի, որ մեր պետական իրավասու մարմինները այս հարցին ավելի լուրջ անդրադարձ ունենային։ Լուրջ անդրադարձ, քանի որ վերանայված կանոնագիրքը շատ էական դրույթներ է բովանդակում, այդ թվում նաև բարևարկության մշակույթի ամրապնդման ձևավորման հարցերում։ Շնորհակալություն, մեր հաղորդումը մոտեցավ ավարտին, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։